Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև ձեզ հարգելի պացիենտներ, հարգելի հիվանդների հարազատներ։ Այսօրվանից սկսում ենք բժշկական գործունեության հետ կապված ակտիվ քննարկումներ, կաշխատեմ հնարավորինս շատ նյութեր ձեզ տրամադրել, միևնույն ժամանակ չեմ դադարելու քաղաքական դաշտում իմ գործունեությունը։ Բայց այս кейսը, կլինիկական դեպքը, որ պիտի ներկայացնեմ, այնքանով է հետաքրքիր, որ դուք կտեսնեք ինչպես է աշխատում բժշկի ուղեղը, ընդհանրապես խնդիրները վերլուծելուց։ Մեզ դիմել է պացիենտ, որը իր անամնեզում ունի, այսինքն պատմության մեջ ունի հաղթահարված չարորակ ուռուցքի վիրահատություն, հետո քիմիոթերապիա, չգիտեմ ճառագայթային թերապիա անցել է թե չէ, ամենայն դեպս պացիենտ, ով իր պատմության մեջ ունի չարորակ հիվանդություն, որը հաղթահարվել է, բուժվել է։ Բայց այսպիսի օրգանիզմում մենք միշտ շատ ավելի ուշադիր ենք լինում հայտնաբերված ցանկացած նոր գոյացության կամ կիստայի կամ հանգույցի հետ կապված։ Եվ ահա պացիենտը եկել է, որ նախկինում ունի լեղապարկում քարեր, որը հիմա էլ կան, եւ լյարդում կիստա ունի, որը հիմա էլ կան։ Կիստան դա հեղուկ պարունակող խոռոչն է, առանձնակի որևէ պրոբլեմ չներկայացնող։ Իհարկե, տարիների կտրվածքում մի քանի միլիմետր թե քարերն են մեծացել լեղապարկում, թե կիստան է լյարդում մեծացել, բայց դա էլի որևիցե լուրջ անելիքներ չի պարտադրում։ Բայց ահա թե ինչ ենք մենք ունենում, ես սա սոնոգրաֆիայի պատկերն եմ հիմա ձեզ ներկայացնում։ Սոնոգրաֆիկ մենք ահա սա, ովքեր չեն հասկանում, թվում է թե սուրճի բաժակա, բայց հեսա կասեմ ու կտեսնեք, որ թե բժիշկների համար, ովքեր սոնոգրաֆիկ կրթություն չունեն, թե նույնիսկ պացիենտների եւ առողջ մարդկանց ժողովրդի համար սա շատ հասկանալի բան է։ Հիմա տեսեք, սա օրինակ այս նկարում մենք տեսնում ենք այս սև խոռոչը, ընդհանուր առմամբ մենք գույներ չունենք այստեղ, գույներ կունենանք, եթե անոթները ստուգենք, երակային, զարկերակային արյան հոսքը գնահատելից գույներ ունենք, բայց ուզում եմ մենք ասում ենք սեռի շկալա, այսինքն գորշ այսպես շկալան, որտեղ ամեն մի ստրուկտուրա մի այսպիսի գորշության աստիճան ունի, սև ու սպիտակ էկրանի վրա։ Այս սա լեղապարկն է պատերով, այս էլ քարերն է մեջը, տեսնում եք, ինձ թվում է հասկանալի է, լեղապարկ և խոռոչում քարեր։ Սա ծորանային ստրուկտուրաներ են, սա պահպանված հյուսված, այստեղ կիստան լավ չի երևում, լյարդի կիստան, դա ոչինչ, այստեղ քարերից ընկնող ստվերը, սովորաբար քարերը այսպիսի ստվեր են թողնում, այս մնացածը էական չի, չգնահատենք, բայց սրանք կից, ահա, այս լեղապարկի շարունակությունը, այս կողմերում, սա լեղապարկն է, որ մնացել այս մյուս նկարում, ահա այսպիսի ստրուկտուրա ենք տենում, կիստա, որը նախորդ սոնոգրաֆիաներում նկարագրված չի, պացիենտը 1 տարի առաջ անցել է համակարգչային շերտագրություն, կատե, եւ էլի ահա այս ստրուկտուրան, այս կիստան նկարագրված չի։ Այսինքն, եթե հիմնվենք այսպես կոչված պաշտոնական տվյալների վրա, մի քիչ զուգահեռ տարեք քաղաքականությանը, որպեսզի հասկանաք, թե այդ վերլուծությունների արդյունքում մենք ոնց ենք մտածում։ Եթե հիմնվենք պաշտոնական տվյալների վրա, այս կիստան անցած տարի չի եղել, նախորդ սոնոգրաֆիաներում չի եղել ու փաստորեն նոր է հայտնաբերվում։ Եթե նոր է հայտնաբերվում, պացիենտի մոտ ում անամնեզում մենք ունենք ուռուցքային հիվանդության պատմություն հաղթահարված։ Այս կիստան մեզ առանձնակի պիտի մտահոգի, այս ինչ կիստա է։ Այս որտեղից է առաջացել, այս ինչի է առաջացել, այս կարող է ինչ-որ բանի նոր սկսող գործընթաց է, պրոցես է, արդյոք սա այդպես, այս սրա մասին է խոսքը։ Ես էլի նկարներ ձեզ ցույց տամ, այստեղ արդեն իրար մոտ են, էսի այդ կիստան է, որ նոր ենք հայտնաբերում, և սա լեղապարկն է, այս կտրվածքում մի քար է ներսում երևում և քարից ընկնող ստվերը տեսնում եք, քարից ընկնող ստվերը։ Այս մյուս նկարում էլի լեղապարկն է, համ լեղապարկն ենք նկարում, համ այդ նոր հայտնաբերված կիստան։ Նոր հայտնաբերված ընդհանրապես կիստաների հետևում այսպես ակուստիկ ուժեղացում է լինում, քարերից հետո ստվեր է լինում։ Նայեք, այստեղ լուսավորությունը ավելի բարձր է լինում կիստայից հետո, դա սոնոգրաֆիկ առանձնահատկություն է, ֆիզիկա է, ալիքային ֆիզիկա է։ Այստեղ քարերն են, 1 քար, 2 քար, լեղապարկի մեջ և ակուստիկ ստվեր։ Սա էլ մի նկար։
Տեսնեմ ստեղ ինչ ենք անում, էլի նկարներ ցույց տամ, նոր կարա հետաքրքիր լինի։ Այստեղ ինչ ենք տեսնում, այստեղ այս նկարը արդեն նայել ենք։ Այս նկարը նայել ենք, բայց այս կիստան ստեղ իսկի կիստան ցույց չի տալի։ Հեսա։ Այստեղ արդեն 3-ը միաժամանակ ենք տեսնում։ Դյարդի կիստան, որ հնուց կար, այս սևը, եւ հետևից տեսնում ենք ակուստիկ ուժեղացում, լեղապարկը, որը հնուց կա, քարերը մեջը, սպիտակ քարերը երևում են, եւ այս նոր հայտնաբերված կիստան։ Նույն այստեղ առանց նշումների, նույն պատկերն է առանց նշումների։ Նոր հայտնաբերված կիստան, լեղապարկը քարերով եւ մենք ինչ արինք, մենք արինք վերլուծություն, խնդրեցինք պացիենտը բերեց իր դիսկը համակարգչային շերտագրության, որը արված էր 1 տարի առաջ։ Տարանք այս դիսկը, լրացուցիչ քննության ենթարկեցինք, մասնագետները նայեցին եւ պատասխանեցին, որ 1 տարի առաջ եղել է այս կիստան, պարզապես համակարգչային շերտագրության ժամանակ դա չեն նկատել, չեն արձանագրել։ Չգիտեմ, կամ չեն նկատել, կամ նկատել են, մոռացել են արձանագրել։ Ես համոզված եմ եւ ենթադրում եի, նախ ենթադրում եի, հիմա համոզված եմ, նախորդ սոնոգրաֆիաների ժամանակ էլ այս կիստան երևացել, սակայն չեն նկատել։ Այսինքն ոչ թե սա նոր process է, ինչպես ըստ թղթերի, եթե վերլուծենք, պիտի եզրահանգենք, որ սա նոր process է։ Ես սա նոր process չի, ես կարծում եմ սա եղել է 1 տարի առաջ էլ, 2 տարի առաջ էլ, 3 տարի առաջ էլ։ Ես կարծում եմ սա եղել է նախկինում։ Պարզապես, քանի որ մեզանից առաջ արված հետազոտություններում ոչ սոնոգրաֆիկ, ոչ համակարգչային շերտագրությամբ սա չի հայտնաբերվել, կեղծ տպավորություն է ստեղծվում, թե սա նոր է առաջացել եւ հնարավոր է սրա պատճառով մենք սկսենք ավելորդ ստուգումներ անել, ավելորդ հետաքննություն անել։ Ինչի վրա եմ հիմնված։ Նախ իմ կլինիկական փորձի վրա ի սկզբանե հիմնվելով ես կարծում եի, որ սա հնուց եկած բան է, սա նոր բան չի։ Հիմա կվերլուծեմ ավելի մանրամասն։ Բայց որպեսզի դա ապացուցեմ, ինձ պետք էր 25 թվականի, այսինքն 1 տարու, 1 տարուց էլ ավել առաջ արված կոմպյուտերնի տոմոգրաֆիան, որպեսզի ապացուցեի, որ նախորդ բժիշկը դա չի նկատել։ Ոչ թե ապացուցեի, որ դա եղել է թե չի, այլ որ նախորդ բժիշկը դա չի նկատել ու դա եղել է նաև անցյալ տարի։ Սա ապացուցեցինք, որ սա եղել է նաև անցյալ տարի։ Այս հիմքով պնդում եմ, որ սա եղել է նաև մի տարի առաջ եւ այլ եւ այլ։ Իսկ ինչու չեն նկատել, որովհետեւ այս կիստան այնքան մոտիկ է լեղապարկին, որ թե սոնոգրաֆիստի մոտ, թե նույնիսկ համակարգչային շերտագրությունը անող բժիշկի մոտ կարող է տպավորություն ստեղծվի, որ սա լեղապարկի ընդամենը մի տեղամասն է, մի հատվածն է։ Լինում են լեղապարկեր, որոնք ունեն ծալքավոր դիրք, այսինքն մի մասը տեսնում ես դա լեղապարկի մի հատվածն է, ծալք եւ ծալքից հետո լեղապարկի մյուս հատվածն է։ Սա ամենայն հավանականությամբ մեզանից առաջ դիտողները կարծել են, որ լեղապարկի մի հատվածն է, այդ իսկ պատճառով առանձին չեն նկարագրել։ Այնինչ սա լեղապարկի մի հատվածը չի։ Ինչ միտք է մեզ հուշում, որ սա լեղապարկի մի հատվածը չի։ Հենց այն միտքը, որ այստեղ քարեր եւ այդ մանր ավազ բան չկա, նստվածք չկա։ Եթե սա լիներ լեղապարկի մի հատվածը, ապա լեղապարկի քարերը եւ ավազը եւ խիտ տիղմը, պարունակությունը պիտի լիներ թե հիմնական հատվածում, թե այս լրացուցիչ հատվածում։ Բայց քանի որ այս կիստան զերծ է քարերից եւ պղտորությունից, մենք հասկանում ենք, որ սա լեղապարկի մի հատվածը չի։ Բա ինչ հատված է։ Ամենայն հավանականությամբ սա լեղապարկից դուրս եկող պարկային ծորանի կամ մեկ այլ լեղածորանից առաջացած դիվերտիկուլա կամ կիստա է ուղղակի ի սկզբանե այդպես առաջացել, նույնիսկ հնարավոր է բնածին, կամ սա դիվերտիկուլա, այսինքն դա երբ որ բարակ ծորանից սիստեմայի շլանգի միջուկի հաստության ծորանա, լեղապարկային ծորանա, այդ ծորանից առաջացած առանձին դիվերտիկուլ, խոռոչ, որի մեջ լեղի կամ հեղուկ է հավաքվում, կամ էլ այսպիսի բան է։ Եվ այս փուլում մենք որոշեցինք, որ լրացուցիչ ստուգումներ չենք անելու։ Իդեպ, կարամ ավելի մանրամասն ասեմ, որ մեր պացիենտը ստուգվել էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանում, հատուկ ռեկոմենդացիայով արած
որոշակի կլինիկայում արտասահմանյան, որտեղ ըստ մարքեթինգային ինֆորմացիայի, պացիենտը չգիտի, որ դա մարքեթինգ է, ըստ մարքեթինգային ինֆորմացիայի ցանկացած գտածող անալիզներում հայտնաբերված ցանկացած տվյալ քննվում է ոչ թե մեկ մասնագետի, այլ մի քանի բարձրակարգ մասնագետի կողմից եւ պացիենտին տալիս են այդ որակյալ պատասխան։ Ահա այդ կլինիկաներում նույնպես, կլինիկաներում չէ, այդ կլինիկայում նույնպես արտասահմանյան այս պատկերը բաց էին թողել։ Եվ հիմա պացիենտը կապնվել է արդեն իր կլինիկայի հետ, ներկայացրել է, որ այսպես է, այնտեղից նկարներն են ուզում, որպեսզի հասկանան այդ ինչ արտառոց վիճակ է, 3 մասնագետով նայել են եւ չեն բացահայտել։ Մի խոսքով, դա արդեն էական չի, ես հասկանում եմ, որ սա կարար ուշադրությունից դուրս մնար, ես հասկանում եմ, որ սա կարար սխալ մեկնաբանվեր։ Եվ ամենակարևորը, ժողովուրդ ջան, երբ որ բժիշկը միշտ պաշտոնական տվյալներին վերապահումով է վերաբերվում, միշտ մտածում է, որ իրանից առաջ կարան սխալված լինեն եւ ինքը կարա սխալվի։ Միշտ բժշկի ուղեղում այդ հարցը գնում է. իսկ ինչ եթե ես սխալվում եմ, իսկ ինչ եթե ես հիմա նայում եմ ու սխալվում եմ, ու իմ մոտ կեղծ պատկեր է, ու իմ մոտ կեղծ վերլուծություն է, իսկ ինչ եթե այդ սխալը եղել է նաեւ ինձանից առաջ։ Եթե այսպիսի մշտական հարցը ուղեղիդ մեջ է, իսկ ինչ եթե ես սխալվում եմ, ապա այս դեպքում սխալվելու հավանականությունը իրոք կտրուկ նվազում է։ Սխալվելու հավանականությունը ոչ թե նվազում է, երբ որ 3-4 հոգի մասնագետ են նայում, այլ երբ որ ցանկացած մասնագետ որ նայում է, միշտ մտածում է, իսկ ինչ, եթե այնինչ ես հիմա տեսնում եմ, դա ընդամենը ինձ թվում է, դա ընդամենը կեղծ պատկեր է, ոչ թե իրական անատոմիա, իրական պրոցես։ Ինչ արեցինք այստեղ։ Ենթադրելով, որ սա հնուց արկա է, իհարկե այս պատկերը դինամիկայում ստուգելու ենք, այսինքն մի քանի ամիս անց նորից նայելու ենք, թե որտեղ 1 տարվա կտրվածքում որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել, 6 ամիս հետո մենք նույնպես կնայենք, այս ընթացքում միգուցե նույնիսկ արտասահմանում այս պացիենտին ստուգեն, միգուցե, չգիտեմ, դա արդեն իմ պլանների մեջ չի մտնում։ Իմ պլանների մեջ մտնում այն, որ 6 ամիս հետո այս հայտնաբերած գտածոն ստրուկտուրան կիստոզ, որը միգուցե դիվերտիկուլ է, եւս մեկ անգամ գնահատվի։ Համակարգչային շերտագրությունը մի տարի առաջ արված է, կրկնակի անելու պատճառ իմաստ չեմ գտնում, ես այդպես եմ մտածում։ Կարելի է նաեւ այդ կրկնել համակարգչային շերտագրությունը, բայց իմաստ չեմ գտնում։ Մի խոսքով կարծում եմ, որ սիտուացիան ամբողջովին վերահսկողության տակ է, եւ մենք այս ստրուկտուրան կգնահատենք 6 ամսից եւ կտեսնենք, թե ինչ ենք արդյունքում ստանում։ Ну, թերևս այսքանը այն մասին, թե բժշկությունը ինչպիսի վերլուծությունների հետ է աշխատում եւ ձեր սիրելի բժիշկ Մանասյանը, որը թե քաղաքականության մեջ, թե բժշկության մեջ, ավելի շատ քաղաքականության մեջ դուք ինձ գիտեք իմ վերլուծություններով, ես կփորձեմ մի քիչ ձեզ ցույց տալ նաեւ բժշկական իմ վերլուծությունները եւ այն ամբողջ process-ները, որոնք իմ գլխին ու իմ հիվանդների գլխին գալիս են։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես է աշխատում բժշկի ուղեղը եւ ինչքան հարցեր է դնում վերցնում, մինչեւ այսպես լուր մի քանի վայրկյան կամ մի քանի րոպե մտածելուց հետո ձեզ եզրահանգում անում։ Այն որ պացիենտներն ասում են, ինչ արեց, որ ասում է, ընդամենը չգիտեմ, մի բան գրեց կամ մի բան չափեց, այդ մի բան գրելու եւ չափելու ընթացքում ահռելի մեծ վերլուծություններ են տեղի ունենում եւ շատ արագ։ Ну այսօրվա համար այսքանը ընդունենք որպես լեղապարկային լեղածորանի կամ լեղածորանի դիվերտիկուլը կիստայի ձևով սոնոգրաֆիային, որ երևում էր, իդեպ հազվադեպ հանդեպող բան է, հարգելի գոլեգաներ, սա հազվադեպ է հանդիպում։ Այս լեղապարկի քարերին էլ պետք չի ձեռ տալ, որովհետև այս քարերը առանձնակի խնդիրներ չեն առաջացնում, ցավեր չեն առաջացնում։ Պացիենտը ավելի շատ եկել էր ստամոքս կերակրափողային խնդիրներով, ուղղակի ցանկացած պացիենտի, որոնք մենք ստուգում ենք նաև սոնոգրաֆիկ կոնտրոլի տակ։ Ну ցանկացած չէ, բայց 90-95% պացիենտներին ստուգում ենք նաև սոնոգրաֆիկ կոնտրոլի տակ եւ ընթացքում այսպիսի հետաքրքիր բացահայտումներ ենք անում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, պատրաստվեք, դիմավորեք, առաջիկայում հաճախ եք տեսնելու ոչ միայն քաղաքական գործից, այլ նաև բժիշկ Հայկ Մանասյանին։ Թերևս այսքանը, ցտեսություն։